Մեծ ուրախությամբ հայտարարում եմ, որ սկսում ենք Կարեն Բալյանի ամիսը 18+ ծրագրից ու ինչքան ես հասկանում եմ, բոլորս իրար կարոտել ենք։ Նայելով ինչքան հավերժող մարդիկ եկանք, շնորհակալություն կներեք, որ մեր տեղը փոքր է, բայց տղամարդի ժողովուրդ բարև ձեզ։ 12+ ծրագիրը տարբերվում է նախորդ տարվա 12 ծրագրից նրանով, որ ամեն կուրատորը հրավիրում է մարդկանց, ում հետ զրուցում է իր ընտրած թեմայով, և ես ուրախությամբ խոսքը տալիս եմ մեր համահիմնադիր Կարեն Բալյանին, բոլորի կողմից սիրված և Ըստ մի անգամա, չէ՞։ Մի անգամ ասած հանդիպում։ Չէ, այսօրում սահմանափակվում ենք, մի ամիս չի տևելու սա անվերջ։ Ուրիշ միջոցառումներ կլինեն, բայց ոչ այս ֆորմատով։ Ընթերցանությամբ և այլն։ Նիսակը ժամանակին այդ պարզել, որ հանգիստ հետո, հա, բարի երեկո բոլորին, շնորհակալություն, այսքան երիտասարդ և հիմնականում և ընկերներ այստեղ, և շնորհակալություն իհարկե LFA-ին, Արսենին, Անիին, Արմինեին, այս կազմակերպելու համար, անպայման շնորհակալություն Ալեքսեյին, որը միշտ այստեղ չի, բայց Դանային տեսա, և իհարկե Յուրային Գրիգորյան, որ այս ստեղծեց արդեն 3-րդ տարին է, փաստորեն այդ գաղափարը աշխատում է, մարդիկ այսպես կապված են, և իսկապես սա հրաշալի մի տեղ է, վայր է, և ճարտարապետական էլ հիմք ունի, հա, Աղալյանների տունը, 2-3 սերունդի ճարտարապետներ։ Ֆորմատը ասեց Արսենը, որ հրավիրում ես հյուրերի, ընկերներիդ, այսօր շատ հետաքրքիր, շատ պատվավոր մարդկանց եմ կանչել և համաձայնվել են գալ իմ ընկերները Լևոն Աբրամյան, գիտնական, որին շատ վաղուց ենք ճանաչում իրար, դեռ Մոսկվայի ասպիրանտուրայի տարիներից Լևոնը ինձնից փորձված, ինձնից մեծ է տարիքով և այնտեղ միասին սովորել ենք, ինքը դու որ ինստիտուտում էիր, ազգագրության, իսկ ես էլ արդեն ճարտարապետության տեսության ազգագրագետ, մեր ակադեմիայի անդամ, որը հազվադեպ բան է, լինել ակադեմիայի անդամ, ընդ որում վաղուց շատ երիտասարդ տարիներից ես, ունիկալ դեպք է դա, այդպես է, և իհարկե մյուս ընկերը Միսակը Խոստիկյան, շատերը գիտեք ով որ ինստիտուտից է, որ ձեզ դասավանդել է, ես գիտեմ ովքեր սովորել են Միսակի մոտ, նրանք շնորհակալ են շատ մնացել, և Պարոն Խոստիկյանն էլ փայլուն գիտակ է մեր մասնագիտության։ Հիմա այսօրվա այս թեման իմիջիայլոց ես չեմ առաջարկել, սա այսպես գրված էր, որ այս ամիսը, մենք 12 համահիմնադիր ենք, այդպես է կոչվում, և ամեն մեկը մի ամիս պիտի ուրեմն այդ ապահովի, այդ մի ամսվա մի գաղափար պիտի առաջարկի, և այդ իդեալական քաղաքի գաղափարը արդեն գրված էր, ես իհարկե չվիճաբանեցի, որտեղ դա իրոք են հարցն է, որին ես բազմից անդրադարձել եմ Երևանի հետ կապված, և իհարկե ես հեչ չեմ ուզում, որ այսօր մենք այսպես ակադեմիական բնույթի խոսենք, թե ինչպիսի իդեալական քաղաքներ են եղել և այլն, շատերը գիտեն, որոնք չգիտեն միշտ հեշտ է հիմա շատ ինֆորմացիան, նախ այս գրադարանում, հետո ինտերնետում և գրքերում, Պլատոնից սկսած և այլն այդ պատմությունները, Կամպանելլան, ես հասկանում եմ իդեալական քաղաքը, ես կուզենայի մի քիչ ուրիշ բանաձև դրան առաջարկել, հարցը ոչ թե իդեալական քաղաք վերջերս չեղավ, չէ, ինչքան գիտեմ մի հատը Միլանից ոչ հեռու կառուցվել է, մի հատ ոնց որ կարողացել են կառուցել, մնացածը դրանք երազանքներ են, իդեալական ես կպատկերացնեի այդ, հասկանալի է, որ սրանք բոլորը ուտոպիաներ են եղել, այսինքն ձգտումներ դեպի այն, ինչին, որ
մարդիկ փորձել են հասնել, երբեք չեն հասել, բայց եւ այդ ուտոպիաների այդ ձգտումը, այսինքն այն իդեալները, որոնք որ մարդիկ փորձել են քաղաքը ստեղծելիս իրականացնել, ասենք այսպես։ Մեզ համար դա այնուամենայնիվ արդիական խնդիր է, ընդհանրապես մեզ համար դա կենթանի հարց է եւ ես այսպես եմ պատկերացնում, որ բզի անգամից թեման այսպես ասած հստակեցնենք, ասենք, որ դա Երևանը, երբ որ Թամանյանական այդ ստեղծման այդ գաղափարը առաջ եկավ, դա իդեալական քաղաքի ըստիս գաղափար էր։ Եվ դա ծնվել է այդ իդեալը դերևս 19-րդ դարի վերջ, երբ որ անին են պեղել, երբ ակադեմիկոս Մարը, նրա հետ Օրբելին պեղել են անին եւ ոնց որ մեզ համար մի Ատլանտիդա է, ոնց որ Պլատոնը գրում էր այդ Ատլանտիդայի մասին, այնպես մեզ համար Ատլանտիդա էր կամ Հռոմը ոնց որ վերածնունդի ժամանակ բացահայտվեց եւ դրանից ստեղծվեց այդ ամբողջ մշակույթը իտալական վերածնունդի, մեզ համար էլ անին ոնց որ բացահայտվեց եւ այդ բացահայտումը ամբողջապես տեղափոխվում էր Պետերբուրգ, այսինքն կայսրության, նույն ժամանակ անին կայսրության կազմում էր ռուսական եւ տեղափոխվում էր այդ գաղափարը, այնտեղից էքսպեդիցիան հավաքում էր Մարը եւ երիտասարդ Թամանյանը առաջին նախագիծը որ անում է հայկական, այսպես ասած, իր մոտիվներով, Դանի թանգարանի նախագիծն է, իր ամենաարխայիկ նախագիծն է Թամանյանի, առաջին փորձն է, որը ըստիս ամենամեծ ազդեցությունը հետո կունենա հայ ճարտարապետության վրա։ Այդ արխայիզմներով հետո կլծվի մեր ճարտարապետությունը արդեն Ստալինյան շրջանում։ Եվ ուրեմն ինքը ստանալով այդ իմպուլսները վերջի վերջո հայտնվում է Անիում, բայց արդեն այն ժամանակ, երբ որ հանձն առնում Երևանի հատակագիծը ստեղծել, այսինքն երբ որ ինքը հայտնվում է Հայաստանում, Թամանյանը մինչև սա շատ հետաքրքիր պատմություն է, որտեղ մի մարդ, որը որ ստեղծել է ամբողջ մի երկրի մայրաքաղաք եւ այդ երկրի ճարտարապետական մտածելակերպը ժամանակակից, նա չգիտեր այդ երկիրը։ Եվ նորից գալիս է Անիից, որտեղ Անիում է աշխատում եւ մեծագույն արդեն գիտնական Թորոմանյանը, որը եւ փաստորեն Խամագամեդովը, որը գրում էր քննադատաբար Թամանյանի ճարտարապետության մասին եւ ընդհակառակ դրական էր ավելի գնահատում, ոչ թե դրական, այլ ուղղակի իրեն համար կարևորում էր շակերտներում, ասենք, հայ կոնստրուկտիվիստների, որտեղ կոնստրուկտիվիստներ չէին, բայց կոնստրուկտիվիստական լեզուն, այսպես արդեն մենք հեռավորության վրա ժամանակի այդպես ենք ընկալում, նա ուրեմն նրանց այսպես ասած ջատագովներ, մինչդեռ Թամանյանին շատ քննադատաբար էր մոտենում եւ ասում էր, որ Թորոմանյանը նրան սովորեցրեց հայ ճարտարապետություն, որը նա չգիտեր։ Որոշ չափով դա այդպես է, բայց շնորհալի տաղանդավոր հանճարեղ աշակերտները շատ հեշտ ընկալում են եւ կարողանում են արդեն դա վերածել նրան ինչին, որ ուզում են, խոսքը հասկանում եք Թամանյանի մասին է։ Եվ ստեղծում է այդ քաղաքի գաղափարը։ Թամանյանը ամբողջովին Երևանի հատակագիծը կապում է Պետերբուրգի հետ։ Մի քաղաք, որտեղ ինքը կայացել է որպես անձնավորություն եւ որպես ճարտարապետ, եւ այդ ժամանակ քաղաք, որը որ գուցե առաջադեմն էր Եվրոպայում, ով եղել է պետք է որ համաձայնվեք, որ աներևակալի գեղեցկության քաղաքը,
Իսկ Թամանյանը ընդհանրապես ռուսական կայսրությունից դուրս է եկել միայն մեկ անգամ 2 տարով, երբ որ Հայաստանից հեռացել է Թավրիզ։ Դել հասկանում եք, որ մի մեծ այսպես բաներ չի ապրել ինչ որ վերելք այդտեղ ստիպված է եղել է թերանալ եւ երկուցե ամենացավալի տարիներից են եղել դրանք եւ ուրեմն ամբողջը կառուցված է այդ Պետերբուրգի վրա։ Պետերբուրգն էլ որ քանի որ կառուցվել է որպես նոր քաղաք եւ Լեբլոնը, որը որ Պետրոս կայսրի հետ դա նախագծել են որպես իդեալական քաղաք, կլոր քաղաք էր, որի կենտրոնում գետն էր։ Հետո այդ իդեալը Թամանյանը դա չի վերցնում, որտեղ գետը Թամանյանի համար չի կենտրոնական, այլ Թամանյանի համար կենտրոնական է դառնում Արարատը, բայց հետևորդների համար Թամանյանի գետը դառնում է կենտրոնական։ Մազմանյանը երբ որ առաջարկում է Թամանյանի քաղաքի ուրեմն այլ զարգացում, նա զանգուն Հրազդան գետը դնում է քաղաքի կենտրոնում։ Դրա շուրջ է դասավորում քաղաքը։ Այդպես է հետո եւ այդ գաղափարը անմիջապես անցնում է Թամանյանի մահից հետո այն Լենինգրադի ճարտարապետներին, քաղաքաշինարարներին, որոնք որ նախագծեցին արդեն քաղաքը եւ որը որ վերցրեց ամբողջովին յուրացրեց Մարկ Գրիգորյանը։ Եվ այդ քաղաքներում մենք ապրում ենք։ Սկզբից Թամանյանի, ուրեմն իդեալական կլոր քաղաքը բացված դեպի Արարատ, հետո այդ քննադատական Մազմանյանի գաղափարի հիման վրա ստեղծված այլ քաղաք, որը ես անվանում եմ Մալազեմով Գրիգորյան, որտեղ դրանք նույն պաստորեն քաղաքն է։ Արդեն հետոյի մասին խոսենք, որտեղ հետո այդ իդեալները սկսում են քանդվել, այդ իդեալական քաղաքի իդեալները։ Հիմա ընդհանրապես այդ իդեալական քաղաքը Երևանի համար եւ ընդհանրապես որպես երևույթ, հա, մենք գիտենք նաեւ իդեալական քաղաքներ, որոնք արդեն ժամանակակից 20-րդ դարի ճարտարապետությունն է։ Ընկեր Կորբյուզիեն, որը որ նախագծում է այդ այդ Թամանյանի մոտ Չարենց անունը դրեց արևային քաղաք, այնտեղ ոնց որ պայծառ թե ինչ էսպես կարելի է թարգմանել, հա, այդ Կորբյուզիեի քաղաքը։ Եվ հիմա տեսեք մինչև այսօր էլ այդ լայնը, որ կա Սաուդյան Արաբիայում, որ 170 կիլոմետր մի երկարությամբ, այսպես մի ուղիղ գծով ուզում են քաղաք կառուցել, որի 200 մետր բարձրություն ունի կարծեմ եւ 500 մետր լայնք, մի ուղիղ այսպես գիծ, եւս որտեղ մեքենա չկա, որտեղ այսպես իդեալական ինչ-որ միջավայր է։ Ինչքանով էր մեզ համար այդ իդեալը հնարավոր, ինչքանով էր դա իրականալի, ինչքանով իրականացավ, վերջիվերջո Թամանյանի համար Երևանը դա վերածնունդի գաղափար էր։ Երբ որ ուրեմն գալիս է Հայաստան, պետք է ստեղծում է, երբ որ անին էր պատկերացնում, սա զուտ այսպես պատմական հայացք է, այ եղել է այդ Ատլանտիդան, ոնց որ դուրս եկավ ջրի տակից, սյալ դեպքում հողի տակից, եւ օրորի բացվում էր, իսկ հիմա իրեն թույլ են տալիս, հնարավորություն են տալիս ստեղծել այդ հողի վրա արդեն մի նոր բան, հիմիկվա տերմին չէ, բաներն են, ռազմական տերմին, ընդհանրապես ասում են հողի վրա, որ այսինքն ինչ որ մեզ հետ պիտի կատարվի, հիմա մեզ հետ այդ կատարվել, երբ որ սկսում այդ քաղաքը կառուցել եւ հնարավորություն ուներ ազատ էր եւ ասեք այստեղ մի այսպեսի հակասություն առաջ գալիս, ինքը Մազմանյանը գրում է, որ մոտավորապես 20 թվականի, 21-22 թվականներին արդեն Երևանը կառուցվում է
գուցե 24 արդեն որ կառուցվում է 21-ին դեռ նախագծվում էր 24-ին երբ որ կառուցվում է եւ Սարյանը գալիս է իրեն մոտ ինքը սովորում է Մոսկվայում այդ բանում Լազարյան ճեմարանի այդ շենքում հիմա դեսպանատունն է եւ ասում է որ գիտես ինչա կատարվում Երևանում նոր քաղաք է կառուցվում եւ այլն իսկ Երևանը այգիների մեջ այսպես ամբողջ այգիներով Էդեմ է եղել փաստորեն այգու քաղաք է կանաչ քաղաք է եղել իսկ ասում է բաղմանչիները բողոքում են այսինքն տամայանը քանդում է այդ բաղերը եւ նոր մի մեծ բաղ է կառուցում այսինքն մի մեծ քաղաք այգի որը որ եւս այսպես դրան ավելի քիչ եմ ես հակված ուշադրություն դարձնել որտեղ այստեղ այդ Հովարդի անգլիացու քաղաք այգու գաղափարն է շատ հստակ նա ասում է դրա մասին ինքը գրում է որ քաղաք այգու մոդելով որտեղ մինչ այդ մի քանի տարի դրանից առաջ նա Հովարդից հետ աշխատել Նիկոլայ Սեմյոնով կար քաղաքաշինարար հետո Մոսկվայի գլխավոր հատակագիծը նա նախագծել 30-ական թվականներին նա ստեղծեց նա Հովարդի մոտ աշխատում է Անգլիայում հետո վերադառնում է Մոսկվա եւ կառուցում է այդ երկաթգծի աշխատողների համար սա ֆոն 1-ի ու արդեն ամուսինը չկար տղայի պատվերով որի հետ որը եւ Թամանյանի պատվիրատուն էր կառուցում են այդ Պրոզերովկա քաղաքը քաղաք այգի մոդելով քաղաք այգին դա սահմանափակ այսպես շափի պիտի լինի իդեալական քաղաք մոտավորապես 30,000 ընդհանրապես 30,000 բնակիչը շատերի անդադ թվում է իրենց համար որ սա բավական է այսինքն պիտի փոքր լինի եւ Թամանյանը գիտեք որ նախագծում է 150,000 բնակչի համար քաղաք Երևանը իսկ հետո որ Մազմանյանը սկսում է նրան քննադատել նա ասում է Թամանյանը կառուցում է նախագծել է ընդամենը մայրաքաղաք սա հետաքրքիր բան է սա դա քաղաք չէր որը պիտի զարգանար այլ քաղաք էր որը պետք է այսպես ամբողջական մի այսպես միավոր լիներ այսինքն իդեալական եւ հետո որ Թամանյանին դա իդոք այդպես է նրան որ առաջարկում են ավելի շուտ հանձնարարում են մեծացնել քաղաքը նա փորձում է չանի դա մի փոքր մեծացնում է եւ հստակ այդպես այդ հատակագիծ այդպես էլ չի արվում նրա նպատակը չէր որ քաղաքը լիներ մեծ եւ Մարկ Գրիգորյանը հետո խստագույնս որ քննադատում է արդեն Թամանյանին մայից հետո եւ Բունյասյանին որպես այդ նախագծի իրականացնող նա հենց դա նկատի ունի որ քաղաքը անհաջող տեղ է ընտրված քաղաքը չունի զարգացման հնարավորություններ եւ այլն մինչդեռ նա նպատակներ չուներ զարգացնելու որտեղ իդեալական քաղաքը չունի հասկանալի է որ հենց որ քաղաքը սկսում է զարգանալ նա կորցնում է իր իդեալական այդ հենքը եւ մի հարց էլ հիմա տամ որպես ձեզ ձանձրացնեմ այլին ընկերներին կփոխանցեմ մի պրովոկացիոն հարցել ուրեմն հարցի շուրջել ասեմ երկու խոսք նո այդ բոլոր իդեալական քաղաքները ունեն շատ երկրաչափական ձև կամ դրանք կենտրոն դեպի կենտրոն եկող այդ կոչում են պրոսպեկտներ գալիս են դեպի կենտրոն կլոր են կամ բազմանկյուն կամ ուղանկյուն են Կորբյուզիեի քաղաքի նման կամ տեսնում եք այդ գծի նման հա դրանք էլ գալիս են դեռ ռուս ուրեմն բաների այդ ռադիկալ քաղաքաշինարարների 20-ական թվականների դեռ սկզբունքով այդ լայնական այդ քաղաքները էլի այդ Մագնիտագորսկ եւ այլն այդպես որ մեկը մեկի հետևից շարունակվող Լեդուի քաղաքը որը եւս ասում է որ մի եթե կենտրոնի շուրջը զարգանում ուրեմն նա քանդվում է դի անպայման մի ուղղությամբ զարգանա որպեսզի պահպանի իր ուրեմն այդ գաղափարը եւ ահա ստացվում է որ իդեալական քաղաքը երկրաչափական քաղաք է
իսկ այս խոսակցության ժամանակ, երբ որ ինտերնետը այսպես տարածեց, որ մենք պիտի պատրաստվում էինք այստեղ գայինք, Անդրեյ Իվանովը այնտեղից ինձ գրում է, թե ասում է դու գնա այնտեղ ասա, որ ամենաիսկական իդեալական քաղաքը Կոնդն է։ Եվ ուրեմն ստացվում է, որ այստեղ մի խնդիր կա, ազատության խնդիր, իդեալական քաղաքը դա ազատության խնդիր է, որտեղ այն օրինակ մոդեռնիստական քաղաքները եւս ազատ տարածությունների քաղաք են, բայց թվում է թե ազատը ըստ Անդրեյ Իվանովի, հիմա եթե փորձենք հետքենք թե չէ, դա ուրեմն այդ ոչ ռացիոնալ, այսինքն խաոտիկ կառուցված քաղաքն է, այսինքն Կոնդը։ Եվ հիմա մենք նայել ցավով է դա գրում, որտեղ մենք ծրագրեր ունենք եւ Կոնդն էլ քանդել եւ ընդհանրապես մենք ծրագրեր ունեցանք եւ իրականացրինք մեր իդեալական քաղաքի կամ մեր քաղաքի իդեալները, այսպես ասենք, որտեղ վերջերս իդեալական քաղաք ոնց որ հասկանում ենք գոյություն չի կարող նույնիսկ ունենա, բայց քաղաքի իդեալներ կարող են լինել եւ այդ իդեալները մենք կորցրինք, իսկ հիմա մենք մեր նոր ծրագրերը, որ առաջ ենք քաշում, դրանք ընդհանրապես թվում է թե այդ բոլոր մնացած իդեալների եւս ոչնչացում է, դրանցից մեկը հենց Կոնդն է, որի մասին այդքան ասում է Անդրեյ Իվանովը։ Հիմա փորձենք, հասկանանք այդ իդեալական դուք ինչ եք մտածում։ Մտածում եք։ Ասում ես։ Կարեն երբ որ ինձ կանչում էր այստեղ, ասեց որ բոլորը ամեն ինչ գիտեն, հենց որ պետք չի պատմել իդեալական քաղաքի մասին, բոլորը քեզանից շատ ավելի լավ գիտեն այդ ստեղի նստածները։ Ասել ես, ոչ չես ասել։ Քեզնից շատ գիտեն, երբ դրա համար ես չիմանալով եք այստեղ, որ ձեզանից իմանամ թե ինչ է։ Վերջապես ինձ էլ էր հետաքրքիր։ Բայց այդ որ հարցը տվեցի, այդ Անդրեյի հետ էլ ենք մենք շատ դրա մասին խոսել եւ քննարկել։ Դա այդ երկու ձևերն են իդեալական քաղաքի, որովհետև մեկը այդ երկրաչափականը, որ ասցիր, ինչքան էլ իդեալական լինի, նա ենթադրում է, որ ապրողը պետք է ենթարկվի այդ օրենքներին։ Այդ ուզի թե շատ լավ է, ասենք, ամեն ինչ կա, բոլորը ֆունկցիոնալ է, տենց է շատ դեպքերում կառուցում, խոսքը արդեն ճարտարապետականի մասին է, այլ ոչ թե տենց Պլատոնի իդեալականի էլի գաղափարի, բայց երբ որ երկրաչափությունն է մտնում, դա կառավարելի է դառնում եւ շատ մի քայլ է դեպի տոտալիտար պետություն կարելի է ասել։ Հենց որ իդեալական քաղաքը դա ոնց որ տոտալիտար երկրի բանը լինի։ Դու գիտես ոչ թե դու գիտես ինչ ես անում, այլ քո պետությունը գիտի թե դու ինչ ես անում եւ ուրիշ բան էլ չես կարող անես, հենց էդ էլ պետք է անես եւ անես հենց այդ երկրաչափական բանով, մոդելով։ Իսկ դրան հակառակ, երբ որ արդեն 20-րդ դարի կեսերին ոնց է այդ կնոջ անունը Ջեյն Ջեյքոբս, հա 60 քանի թվին է։ Այդ կողմերը այդ ինքը Նյու Յորքում էր ապրում եւ իր թաղամասը ուսումնասիրելով տեսավ որ իդեալական չի եւ իդեալականը հենց քաոտիկն է։ Քաոտիկ ասած այն ինչ որ ինքն իրեն է ստեղծվում եւ դու քեզ լավ ես զգում այդ քաոտիկ բանի մեջ, այլ ոչ թե արդեն կանխատեսված եւ վերևից հսկվող բանից։ Իվանովի ասածը սրա հետ կապ ունի, որովհետեւ իր վերնակուլար ճարտարապետությունը, որը ինքը համարում է նույնիսկ ապագան եւ մի անգամ նույնիսկ ասեց, որ սա եթե Պապերնեի բանով շարունակենք, սա երևի կուլտուրա 3-ն է նույնիսկ տենց միտքել նույնիսկ առաջարկեց եւ
այդ բանով ստացվում է որ հենց դու ես ստեղծում այլ ոչ թե քեզ ստիպում են որ դու ստեղծես եւ կամ էլ պարտադրում են որ դու այս ձևով ապրես հա դու ապրում ես նենց ու ինքն իրեն կառուցում է որը էլի անհասկանալի է որտեղ չգիտես ինչ կարող է լինի դա էլ իր քաոսն է էլի իր բարձ չի դա ինչքանով է դառնում իդեալական բայց եթե վերցնենք այդ փոքր քաղաքի իդեալականությունը որը որ դու ասացիր որ իդեալական քաղաքը պետք է փոքր լիներ այդ փոքր թաղամասում քաոս չի ստեղծվում դա հենց ստեղ այդ ռացիոնալ կետը կա եւ Անդրեին կարող ես հասկանալ, բայց այդտեղ մի բան էլ է գալիս, որ դու ինչն ես պահպանում ես եւ ինչն ես փոխում։ Մի խնդիր է գալիս էլի իդեալական քաղաքի, սովորաբար երևի բոլորը հանդիպել եք, որ Երևանի մասին ասում են դա 68 թիվն է, երբ որ արդեն ազգային բան է սկսում մտնել իդեալականի մեջ, տենց իբրև թե հիշողություն, ստեղծված հիշողություն, Երևանի բանը, երբ որ սկսեց տոնվել, եւ շատ կարելի է ցույց տալ, թե քաղաքում ինչքան բաներ կան, դրան տենց ցիտատաներ կան դեպի ազգային կամ չգիտես պսևդոազգային բաների տենց նիշերի։ Ասեմ, որ Թամանյանը նույնպես այդ բանը ուներ, չգիտես ինչի դրա մասին քիչ են ասում, իր Ժողտան շենքի բանով միայն են ասեմ, որ ինքը պատկերացնում էր դա որպես Զվարթնոցը միացված Կոլիզեի։ Հա։ Արդեն հենց դրանով հայացք դեպի անցյալ դրվում է, բայց այդ էլի ստեղծված հնարած անցյալ է, հետաքրքիր է շատ դուրս գալիս, որովհետև այն ինչ որ ինքը քանդում է, դու էլաստիկ բաղերը կտրում են, հենց այդ տեղն են լավ իսկական բաղերը, հենց բանով ինքը ենթադրում է, որ այնտեղ եղել է մի տենց երկի տաճար, որտեղից գիտի, տենց էլ չիմացանք, ես ընտանիքում հարցրել էի, իր թորը ասեց հա ընտանիքում կար տենց լսել էր, բայց նույնիսկ պեղումներ չեն արել այդ անելուց առաջ, պայթյուններով է ֆունդամենտալ է, այսինքն իր համար դա ոչ թե ինչ-որ մի բան էր, որ իսկականից տեղ եղել է, այլ այդ ենթադրությունը ավելի կարևոր էր, քան թե իրական անցյալը։ Հենց որ այդ ես հենց շեղվեցի մի փոքր, բայց Անդրեի մոտ էլ այդ մոմենտը կա, որովհետև այդ պահպանվում է ինչ-որ մի բան, բայց դու ես մտնում ու դու ես որոշում ինչ պետք է անես։ Այստեղ մի քիչ խառն է դուրս գալիս, կներեք, որ այդպես է լինում, որովհետև այդ իդեալական քաղաքը, որ դու ասեցիր, այնտեղ մի կետ էլ կա, որ իդեալական համարվում էր նաև այն, որի տերը դու ես։ Դու ես որոշում ինչ պետք է անես, ոնց պետք է փոխես։ Այ Անդրեի պատկերացումով էլի դա կա, փաստորեն իր վերնակուլարում, այդ կա, որ դու ես փոխում։ Բայց Թամանյանն էլ էր տերը։ Որ դու փոխում ես։ Ինքն էր փոխում ու ինքը տերն էր։ Դե ինքը բայց ավելի շատ ինքը բոլորի տերն էր, ոչ թե ինչ-որ փոքր բանի տերն էր, էլի։ Չափի հարց է։ Հա, հենց որ չեմ կարող ասել, թե իդեալական կլինի Անդրեի քաղաքը, թե չէ, ամենայն դեպս ամենաթանկ քաղաքները, թաղերը դա վերնակուլար քաղաքներն են, որտեղ դրա պահելու համար դու չես երեք բան է ստեղծում էլի մի քիչ տենց էսթետիկ իդեալական բան է լինում ես հիշում եմ իմ մորաքրոջս ընկերուհին ում հետ ինքը գիմնազիայում էր դեռ սովորել այդքան երկար տարիներ չէր եղել Երևանում վերադարձավ այցելեց հենց մեր տուն
Եվ շատ դժգոհ էր, որ այն էշերը չկան քաղաքում, այն հիշողությունները չկան։ Դու կարող ես այդ վերնակուլար բաները սարքես, բայց զուգարանը արդեն պետք է ուրիշ ձևի սարքես։ Դեռ շատ թանկ բան, դրա համար եմ ասում, այդ վերնակուլարը վերջը դառնում է Անդրեի քաղաքը, դառնալու է, վախենում եմ, որ ոչ թե վերնակուլար քաղաք, այլ դառնա մի տենց դեկորացիայի նման մի բան, էլի արդեն Դիսնեյլենդի նման մի բան դառնա եւ դա էլ իդեալական չի, դրա համար ես չեմ կարծում, որ իր ենթադրած այդ քաղաքը եւ այդ կարող է մնալ ինչ որ մի տուրիստական բանով, եւ ինչպես ինքներդ եք տեսնում, Կոնդը դառնում է, բայց որոշել են քանդեն։ Այսինքն այդ մի փոքր իդեալական շատերներով ասած ինչ-որ մի մասը էլի որոշվեց վերածվի մեկ ուրիշ այսօրվա արդեն նեոլիբերալ իդեալականի բանը։ Հենց որ Անդրեի բանը տեսեք մտնում է շատ մի քանի իդեալականի գաղափարի մեջ, բայց էլի գործող ինձ թվում է բան չի։ Դեռ որ ես կամ է։ Հա, Ռոման ջան, ասած մի երկու բան միտք եկավ, հետո նոր միսակին խոսք փոխանցեմ, ասենք ինչ կասի այս վիճակի մասին։ Գիտես ինչ հիշեցի, նախին որ ասցիր այդ ազգականդ, հա, եկել էր ասում էր էշերը ուր են եւ այլն, հիշում եմ, որ ինստիտուտում դե մենք որ սովորում էինք ամբողջովին վերակառուցում էր, այդ 68 թվի իդեա, ես այդ կոչում եմ պրոյեկտ 2750, երբ որ հասարակության ամբողջ քաղաքը այսպես, այ դա էլ մի Թամանյանից հետո էլ նա էր ասում էր, որոշել էր, գիտեր ոնց պետք է փոխվի եւ փոխում էին քաղաքը եւ որ լայն տարածություններ, ազատ տարածություններ, հա, այդ մեր բուլվարներ եւ այլն, որ այդ Օղակաձև զբոսայգին, Աբովյան փողոցը, որ մարդկանց համար բացվեց, որ կարող էին քայլել եւ այլն, բայց դա էլ մի կողմից ուրեմն ազատություն էր, մյուս կողմից ես համաձայն եմ, որ ուղիղ այդ ուղղանկյուն քաղաքները իհարկե տոտալիտար ոնց որ ասած հենք ունեն, ոնց որ ասում ես, միանգամայն այդպես է։ Բայց սա նաև ազատության ինչ որ գաղափար է եւ այդ մի դասախոս չեմ կարող ասել ով էր ինչ էր չեմ հիշում նույնիսկ ինչ առարկա էր բայց մի բան մնաց մտքումս ասում այ Երևանը փոխեցին բան առուներ էին գնում փողոցների եզրով ու ես պատկերացրինք մենք այդ ժամանակ Աբովյան փողոցը նոր կառուցված էր հրաշալի ամբողջ բետոնի այդ ծածկով որ մի տեսակ այդպիսի փողոց չկար էլի եւ այնտեղ այգուպես էր մայթերը հրաշալի եւ մեկ էլ պատկերացնում ես որ այնտեղով ինչ որ առուներ են գնալու բան որ անախրոնիզմ է հա բարձում է մարդկանց համար նրանց հիշողությունը բերում է իրենց այդ դեպի այդ հինը եւ պահպանողական այդ խնդիրները իսկ որ ասում ես հա որպես այսպես մի բանաձև կար քաոսը որպես կարգի ամենաբարձր աստիճանը, հա, կարգավորում, որտեղ վերջ դիեզերքը քաոս է, բայց ամբողջը կարգավորված է, չէ՞, այստեղ մի կետ կա, այդ թվում է, որ քաոս պետք է դառնակ վերնակուլյարը որպես քաոս։ Դե էլի դրա մի մասն է, միշտ վախ կար, որ այն ինչ որ երկրաչափականին հակադրվեց, ասենք, տենց մի քաոտիկ ավելի իդեալական քաղաք, այդպես այդ 20 թվի արդեն երկրորդ կեսերին մի կետ կա, որ դա կարգավորում է, կարող է տեսական ձևով, երևի գիտեք, թե պուրակ կառուցելու 3 ձևերը, գիտեք երևի, չէ, տենց գիտական չի, բայց տենց բանը, ոնց ասեմ, ոչ թե կվազի գիտական, այլ վերգիտական մի մոտեցում է, դա Գաստիվն է, եթե չեմ սխալվում, առաջարկել, ինքն այդ կիբերնետիկ է, ասում է, որ պուրակ սարքելու 3 ձև կա, մեկը դա դոգմատիկն է,
դու որոշում ես որ չափարես քաշում պատեր ես դնում շատ ծառեր կտրում ես այնտեղ ծառեր տնկում ես ինչ որ միտեղ գրում ես այդտեղ պարկել չի գալիս թքել չի գալիս դե կարելի է նստել եւ այլն կոչում ես սա ուրակ այդ դա դոգմատիկ բան է էլի կարող է վերաբերվել քաղաքին էլ դրա համար եմ ասում երկրորդ ձևը գիտական էլի տենց պայմանական ասած մինչև կառուցելը դու ուսումնասիրում ես թե ինչա քաղաքը ինչա պուրակը էլի այս պուրակի մասին է խոսքը էլ ագրոնոմական էլ պատմական հազար ու մի բան ու հետո մի քիչ ասում ես այ այսպես մի բան կարող ենք անել քաղաքը բայց կա եւ երրորդ ձևը ասում են դա իբրև անգլիական ձև է տենց չգիտեմ իրոք տենցա թե չէ այլ այն տեղը որը ուզում ես որ պուրակ լինի հետևում ես մարդիկ ոնց են իրանց սպաղում բարձում է որ իրենք սպաղում են ոչ թե որպես ինչ որ այդ բրովնյան շարժման մոլեկուլաներ ամեն ինչ չեն քանդում կարող է մեզ մոտ տենց չլինի սա քանդեն բայց օրենքը այնա որ մարդիկ քաոս չեն ստեղծում, բարձրամա քաոսը չի ստեղծում, այնուամենայնիվ ինչ որ մի բան տրորում են, հետո գալիս տեսնում են, թե որտեղ են ավելի շատ տրորել, այդտեղ արահետներ են սարքում, դե ալեհա են սարքում ու դա դառնում է ուրակ։ Հենց որ այն որ ասում եմ քաոտիկ քաղաքը, դա այդ ձևի, այդ անգլիական տիպի քաղաք է, էլի այդպես շատերներով, այլ ոչ թե հենց ամեն ինչ խառնվեց քաոս դարձավ եւ ոչինչ չի լինի։ Այսինքն ազատության ու ոչ ազատության խնդիրներն են։ Եվ պետք է չվախենալ քաոսից։ Քո ասածը քաղաքաշինության մեջ ընդունված սխեմաներ են ֆրանսիական, այգի, Վերսալ եւ այլն գիտես ուղիղ Փարիզից մինչեւ Վերսալ ուղիղ գիծը դա ֆրանսիական, իսկ անգլիականը արդեն Hyde Park, որտեղ մարդիկ, հա Hyde Park-ը այնքան էլ անգետան, հա, բայց ազատ են, կանաչի վրա կարան կանգնեն, ինչ որ իդեալական մոդել կա անգլիական բալ։ Միսակ, ինչ կասես։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես չեմ խոսի։ Ես էլ եմ։ Ներողություն, մի վարքյան սկզբում մենք Լևոնի հետ որ պայման ասեց ամենաիդեալականը Լևոնը ասաց կլինի որ ընդհանրապես չխոսենք Ունենց որ ռեսեսի ես նռնակը նրա համար որ եթե շատ դուր մնամ կարող է տականա այսքան առողջ չեմ կարող է բուրըն ռեակցիաներ լինի դրա համար մի բան ասեմ մի քիչ դուրս գա եւ հետո այսքան երիտասարդություն կա դուք կարող եք այս ժամանակը որ ես հիմա խոսում եմ ընդհատել ձեր բանը դուրս գա գոլոշին հա դուք ակտիվ կարող եք հիմա ինչ որ բան ասել Ես չգիտեմ ինչքան դա իդեալական ձևն է թե հակառակն է Չէ, ես ընդհանրապես համաձայն չեմ խոսակցում եմ ուղղակի Իվան ասեմ ամեն մեկը մի ձևով է ներգծված հասարակության մեջ ես վարժապետ եմ ասեմ դրա համար ուսանողների հետ խոսում եմ ինձ համար այս խոսակցությունը շատ նուրբ է ես չեմ դիմանում այդ քաղաքավարությանը էլի դուք կարդացող գրող մարդիկ եք եւ իմ ցանկացած դրսևորում կարող է կոպիտ լինի դու գիրք չես կարդացել գիտենք հա դրա համար ես ասում եմ դուք կարող եք իմ հաշվի վրա գրել ձեր պորտֆոլիոները եւ նորմալ ինչ վերաբերում է քաոսին դա ես վերջերս շատ եմ ինչ-որ տենց սիանս տարել այդպես բաներն էնտրոպիան դա աշխարհի վերջն է Այդ կաոտիկ վիճակը հարաբերական ժամանակի վեկտորը գնում է կարգից դեպի անկանոնություն եւ մահ։ Նենց որ դրա մասին տես ֆիլիսոփայով ես ոչ մի բան չունեմ, էլի։ Ոնց որ Դալին էր ասում, մի վախեցեք իդեալակ կատարելությունից չեք հասնի։ Նենց որ ես ավելի շատ վախենում եմ այդ հավատան Այդ քո ասածներ, Միսակ, որ այդ պորտկումներն են, էլի, որ արդեն տեղի ունեցավ, մեկը տեղի ունեցավ։ Ուզում ասեմ, տեսնում շարունակությունը, Միսակը սպասում է։
Արա, ճասրի, բաներ ասում։ Կտրեց էնտրոպիա Դալին չեն ասում էր գործ չունեք։ Կատարելությունից մի վախեցեք, չեք հասնի, ես շատ ավելի վախենում եմ այտենց նուրբ բաներից։ Եկեք քաոտիկ։ Հետո իմ մոտ էս տպավորություն ոնց որ մենք ստեն նշում ենք, դստած որոշում ենք, ինքը քաոտիկ լինի, թե կանոնավոր լինի։ Ոչ ոք ինձ չի հարցրել, ու չի հարցնելու։ Այդ մասին։ Ես դեռ մի հատ հիացմունք ունեմ, իհարկե, հատկապես պարոն Վալյան Կարեն ասեմ, հա, Կարեն Վալյանի ուրեմն ելույթներից մեկն տելևիզորում, ինքն ինձ խոսում, ոնց որ իրան պետք է հարցնեն։ Ասում մենք տեսնենք, խոստացել են, ոնց որ ինչ չեն խոստացել, ոչ ոք բաներ չեմ ասում։ ասում եք։ Ստեղ ես Այդքան միամիտ չեմ։ չէ, միամտություն չի, դա գուցե իմաստություն է։ Իմաստությունը այն իմաստով, որ տիրոջ դիրքից, որը որոշում է կայացնում, նույնիսկ երբ որ իրան չեն հարցնում, ինքը գիտի ոնց կգնա ջուրը։ Այդ շատ զիլ է, ես հիացմունքով եմ նայում, բայց պորտկումս չեմ կարող զսպել, էլի որ լավ էլի, այդքան ոնց կարակ վստահ լինեք։ Բայց դա իհարկե տենց տիրունական դիրք է։ Ինչ էի ուզում, մի բան էի ուզում ասի։ Հա, այս վերջի խոսակցությունը, որ ժողովուրդն որոշում չի որոշում, բան ինձ համար էդ էլ խոսակցություն չի, բայց դա այնքանով հետաքրքիր, որ մոտեցնում է այդ Արևի քաղաքի կամ Պամելայի կամ Իդրական քաղաքի այն մյուս մասին, որ Պալատոնի անունը տվեցիք կամ Պամելայի, այսինքն այստեղ հարցը թե այդ կլորա ուղղանկյունա թե բազմանկյունա, այդ դրա մասին չի։ Իդրական քաղաքը քաղաք լինելու մասին է, ոչ թե դրա ֆորմայի մասին է, հատկապես որ ոչ ոք չի հարցնելու։ Հիմա այս գրադարանի ամբողջ կայֆերն է, որ ինքը ինչ որ քաղաքային բան է տեղի ունենում, քաղաքացման։ Այդքանով ես կուզեի այդ ավելի շեշտվեր։ Ոնց ենք անում, որ մեր միտքը այնքան հետաքրքրալու որ վարակում է կամ ինչ որ լծակներ դուք ասիք Թամանյանը ամբողջի տեղն է, չէ՞։ Թամանյանը ամբողջի տեղը չէ, միասնիկյանն էլ կարող է տեղը կամ եսի մովերով է հրավիրել իրան։ Քաչազնունին, որը արդեն չկա։ Չէ, Քաչազնունի չէ, կոմունիստական, երբ որ սկսեց կառուցվել։ Լուկաշինը։ Միասնիկյանն էլ ստերևույթին, հա, մոդալ նույն բանն է, հա։ Այսինքն նա հետո նեղանում էր, չէ՞, իշխանությունից, որ են ջահելներին տվեցին են ֆանտանների տեղի կոնկուրսը չմամի։ Նա շատ լավ հասկանալ, որ իր արածը անելով է եւ ինքը պետք է ունենա այտենց մի հատ հետևից լծակ ասեն, գոմեշ ասեն, ինչ ասեն, որը դա իրականացնում է։ Հիմա ինձ հետաքրքիր է այսօրվա պարագայում ճարտարապետների հույսը ինչի վրա է։ Որովհետեւ ասենք սովետի ժամանակ, օրինակ մեր միությունը, ճարտարապետների միությունը, իրանք այտենց որ բանը Ռազմիկ Մինասյանը այտենց դիվանագիտական էլի սառնությամբ կարողանում էր ճիշտ բաներ ասել ու բոլոր սխալ բաները լինում էին այդ ընթացքում, ինքը շատ լավ գիտեր այդ տոնը, որովհետև սովետի վաղ տենց էին խոսում։ Սովետի վաղ իշխանության հետ կապը ճարտարապետների հետ քաղաքի գլխավոր ճարտարապետի շատ ուժի եղել ու իրանք հույսը իշխանության վրա էր, եթե չէ, որտեղ չնեղանաս, որտեղ դա իշխանությունն է։ Հետո մի պահ եկավ այս անկախացումից հետո, երբ որ հանկարծ վայմեցին, որ տենց այլևս չի լինելու, պետք է ինչ-որ ժողովրդական բան, հիշում եք այդ կինո Մոսկվայի դեպքերը ամառային, որ 26000 մարդ դուրս գալի, բան են ստորագրում, չեմ ինչ անում, ինչ-որ ուրիշ լծակ էլի, որ ոնց կարող է մի բան աշխատի։ Հիմա այդ քաղաքի բանը ես կարող որպես վարժապետ, այդ բանով չհետաքրքրվեմ, ես էս նստած եմ, ինձ համար հանգիստ, ասում ինչ կատարվում է կատարվի, որը ինձ համար բնական է, որպես թսիկ վարժապետ, բայց կարող է ինչ-որ մարդիկ հետաքրքրված լինեն, թե ոնց է, ինչի վրա եք հույս դրել, երբ որ մտածում եք ոնց լինի մի բան։ Դա օրինակ բանը, ճարտարապետներից ամերիկյան ասում են, բան Այզենմանը, օրինակ ասում է, ես միշտ ընտրել եմ դեմոկրատներին, բայց փողը ստացել եմ հանրապետականներից։ Այնտեղ կուսակցական բանով ինչ-որ կապեր, կամ ոնց են անում, հիմա չգիտեմ ոնց է, ինձ թվում է երաշխավորներ են լնում, քեզ մեկը երաշխավորում է, հետո ինքը տեղականգնում, որ քեզ չսատկացնեն այնտեղ, կամ դու չխափես գնաց։
այդ ինստիտուտները, օրինակ Արանքում շատ հետաքրքիր է Նարեկ Սարգսյանի ֆիգուրը, որ նոր տիպի ճարտարապետ Սովետից հետո դուրս եկավ, որը այդ մանիպուլյացիաների վրա ուշ կտես, ոնց անի, որ լինի, այս հոլոս նրան ծախեն, նան լինի, այսինքն իր համար այդ խնդիր դրա համար այդքան բան ինչ-որ բան հաջողացրեց, հիմա կարող դժվարը համարենք դες, բայց հաջողացրեց, որովհետև ինքը այդ հարցը լուրջ դնել, ինքը ավելի շուտ իմացավ ոնց անի, որ նախագիծ անի կառուցի, քան թե ոնց կառուցի, ինչ նախագիծ անի։ Այդ հարաբերությունն է, հարաբերս ինստիտուտային բաժանում մեկը մեծից, մեկը սա կյանքը ուզում է հասկանալ ոնց է պետք անել, տենց է չի անում, մյուսը սկզբից իմանա ոնց անի, որ լինի, հետո կպարզենք ինչ անում։ Դա այսքանը։ Նիսակ, շատ լավ իհարկե։ Բաներ ես ասում, ես հիմա այն մի թեզ առաջ քաշեցիր, որը որ իսկապես շատ իմաստուն է, այսինքն ես դրա լրիվ համաձայն եմ, որ իդեալական քաղաքի իհարկե ոչ այդ ձևերն է, ոչ կլորն է, ոչ քառակուսին է, որը որ չկա, չի եղել ու չկա, չի կարող լինի, հա, դալի օգնություն բերեցին, ես ուղղակի չկարծես թե ամեն ինչ հիշում եմ, բայց աչքովս ընկավ դուրս գրեցի, ուրեմն մեր հարգելի ընկեր Արիստոտելը համարում էր, որ քաղաքը սա մի տեղ է, որտեղ մարդիկ կոլեկտիվ ապրում են մի ինչ-որ լավ գաղափարի համար, մի ինչ-որ ազնիվ գաղափարի համար։ Մոտավորապես այդ բանը ուզում էիր ասեիր, ես տենց եմ հասկանում, որ տենց ռիսկ չունեմ։ Որովհետև դա ես խուրդում եմ քո ասածները։ Ինչ-որ մի բանի, որ դուք ինձ խփեիք կարել։ Չէ, տենց բան չեմ ուզում։ Եվ հիմա տեսեք թե այդ մարդիկ, որոնք որ կառուցում էին, հա, այդ իդեալներով լցված, այդ վարդյակները, այդ քիվերը Երևանի, ես միշտ մտածում եմ 30-ական թվականը, 37 թվին Երևանը, հա, կառուցում էր այդ քարտաշը, որը տաշում էր այդ ֆասադները, իսկ ներսում ինչ էր կատարվում, չէ՞, այդ դանոսները, մարդիկ սարսափելի այդ իրավիճակը, իսկ քաղաքը սենց ոնց որ ծաղկում էր։ Այդ ձեռքով նրանք դա անում էին, ճարտարապետն էլ դա գծում էր, հա, Կորյուն Հակոբյան։ Պատկերացնում եք այդ մարդուն, որը ցածրահասակ, սենց սպորտային շատ բան միշտ հագնում էր, նենց շատ այսպես յուրահատուկ ձևով միշտ ուներ երևից այդ ավելի բաց գույնի, ավելի մուգ, այսպես ներքևը մասը տենց կոնտրաստով, պես էլ շենքերն են, մուգ ֆասադի վրա բաց գույնի ինչ-որ դեկորներ եւ այլն, ու այդ տարիներին այդ սարսափելի դա այն նման ուրեմն կարելի ասել խաբեության նույնիսկ խնդիրներ կար, հա, տեղ ինքնախաբեության, թե ինչի էին այդպես անում, ոնց էին ուզում, որ այդպես գեղեցկանա քաղաքը։ Կամ մի ուրիշ պրովոկացիոն բան ասեմ, Լևոնի ասացի մեջ ասում է, որ այդ վերնակուլյար քաղաքը, որը որ անկանոն է, որը չի աշխատում եւ այլն, ես հիշեցի այս վերջերս, որ ընդունվեց այդ ոնց է կոչվում այդ նոր գյուղ, թե ինչ է, հա, որ նոր կենտրոն։ Ու պարզվեց, որ այնտեղ գոյուղի չկա։ Ու դրա համար պետք է այդ ամբողջը քանդել ու նոր կարգին լավ տներ կառուցել են, տրամաբանությունը տենց էր, որ քանի որ գոյուղի չկա որոշ տներում, ուրեմն ճիշտը դա ամբողջը այդտեղ հազարավոր մարդիկ են, Իվանովի համար դա իդեալական ինչ-որ մի միջավայր մարդիկ ստեղծել են, հա, իրենց ազատության ամեն մեկի ինքնորոշման ինչ-որ ձևով, հիմա դա այդ ամբողջը պետք է քանդվի ու դրա փոխարեն կառուցվեն ճիշտ տներ, նույնիսկ ինչ-որ մոդել ցույց տվեցին, որ դրանք սենց ուղղանկյուն, սենց կուբիկներ էին, տենց ճիշտ է։ Ես են հանեմ, դուք խոսեք, ճիշտ է։ Այդտեղ հարցը իհարկե նայում է, թե ոնց են որոշումները կայացվում, ինչեւ, բայց ես չեմ ուզում քննարկեմ նորագյուղի հետ կապված այդ աբսուրդը, որտեղ դրա համար ոչ ճարտարապետ է պետք կլներ, ոչ ճարտարագետ է պետք կլներ, ոչ կանալիզացիայի վարպետ։
Այդ ամեն մարդը որ մի քիչ ուզում նայում այն որ բանա տեսնում, այդ երևում է որ լավ բան չի լինելու։ Այս քաղաքում առանց այդ իմ երեխան դպրոցա գնում է ճամփորդի մեծ խցանումներ են այդ փողոցի վրա, ասենք։ Եվ երևում է այդ հիմա որ խոսում են գնալու են ճարտարապետական բանից, ճարտարապետների հիմնական խնդիրն է որ խոսում են իրանք ձևի մեջ են, ճարտարապետական խնդրի մեջ են ընկնում, երբ որ մենք չենք խոսում ճարտարապետական բանի մեջ, բայց հիմա ասեցի բլուրը, ասես ոզնի պես դանգ, այսինքն բլուրը չի լինելու։ Այդ չենք երոսակին բլուրը չի լինելու։ Այդ արդեն, ոնց ասեմ, ինձ համար տարական բան է։ Սխալ է, չկարա։ Մենք կառուցեց որ բլուրը չլինի, երբ որ բլուր կա տակը, էլի։ Դա այդ կարևոր չի, այս ֆորմալ բան է։ Ինչ եք ասում։ Այստեղ հարցը նա ոնց են որոշումների, ոնց են նախագծեր մշակում, ոնց են մտքերը գեներացվում, ոնց են դրանք ստուգվում, ոնց են էփվում, ոնց են մրցում, ոնց են հաստատվում, էսա խնդիրը, չէ՞։ Հիմա ես դուք չենք նստել ուստի որոշենք թե նորաբել ոնց լինի, էլի։ Չենք կարող։ Ինչու՞ չէ։ Կարանք դրանով զբաղվենք։ Լևոն ոնց ես նայում այդ երկու ճարտարապետի այդ Երկու ճարտարապետ։ գաղափարին։ Դրա պատասխանը Միսակը տվեց, թե իսկ ով է լսում, էլի։ Մենք լսելու են, թե չէ, մեր Թե ընդհանրենք լսենք, կասեք ոնց լինի։ Հա, ես չեմ կարող ասել ոնց կլինի, բայց գիտեմ, որ եթե լինի, Միսակի ասածը կլինի։ Կդ արդեն մենք չենք ունենա այդ բլուրը, լավն է թե վատն է, եւ խոսքը չի դրվում, այդ բլուրը լավացնել կամ էլ թե չէ բանի Անդրեյի ասած ձևով մաքրել ինչ որ բան, թողնել լավագույնը ինչ որ դից հարց չի դրվում։ Հարցը դրվում է քանդել, սարքել, այսինքն վերացնել։ Հովատ բան չեն անում, կառուցում են։ Բայց փոխվում է հազար բան է փոխվում, քաղաքի լանդշաֆտն է փոխվում, կողմը այդ բանով, այստեղ ուրիշ բան է ստեղծում, էլի։ Ես ես մի բան հարցնեմ, ինձ շատ իրոք հետաքրքիր է այդ չափի գիտնականի կարծիքը։ Օրինակ Սուրբ Սարգսի կողմից որ բլունին նայում եք, չէ՞, կոնյակի գործարանն է, հաղթարանքի կամուրջն է, շոսեն է, բլուրն է ու մասիսն է, չէ՞։ Ցնցող դեկորացիա, ցնցող, որտենց քաղաքում տենց բաներ շատ քիչ է, որտենց ոնց որ հատուկ արած լինի։ Դուք համաձայն ձեր վերաբերմունքը այդ մարդկանց հանել եւ այդտեղ ինչ-որ լենդմարք սարքելու հետ, ինձ հետաքրքիր է, այդ գերակաշահի հետ ձեր բանը, որտեղ բոլոր այսպես քիչ թե շատ այսպես ներբազգաց մարդիկ միշտ բողոքում են այդ գերակաշահի դեմ։ Ինձ հետաքրքիր է այդ դեպքում ոնց եք վերաբերվում։ Ես շատ վատ։ Վատ։ Շատ վատ, հա։ Դուք չեք ուզենա որ այնտեղ լենդմարք լիներ, այդ բլուրի ինչ-որ մի բան լիներ։ Չի ուզում։ Չէի կուզենա։ Հիշում եք, դուք կարող եք հիշեք, պարոն Վալյանը հաստատ կհիշի բանը, կոնկուրսը խորհրդային տարիներին, Ռուսոնամյակը, հա, Հայաստան հայ եւ ռուս ժողովուրդների, չգիտեմ ինչը Պասկևիչի բլուրի վրա հուշարձաններ էին եւ մի երկնակել Թախանյանի կողմից առաջարկած զույգ։ Այն ժամանակ երևի խնդիր չէր, հա, այդ մարդկանց ասվայինը են ասում։ Միսակ, հա, ասա։ Չեն մտածել իրանց մասին, ընդհանրապես մարդկանց մասին, այդ նման ծրագրերը չեն մտածում, դա ինձ համար ամենատխուրը դա է։ Իսկ ինչքան մտածել նա, ոնց ասեմ, խելքի մոտ։ Ես տենց մի հատ նախագիծ ունեի, Լոնդոնում ուզում եմ թատրոն սարքեն, այնտեղ մեկը ապրում, հա, ասում եմ չեմ գնում, դե այնտեղ հարգում են մարդը, թատրոնը սարքում են, ինքը մեջը լվացք է փռում, բան ապրում է։ Ուզում եմ ասեմ, այդ սահման կար, ոնց համոզել կամ չհամոզել։ Չեմ իմանում։ Հաստատ չգիտեմ, համոզել մեզ մոտ համոզում են, այդ արդեն մեր փորձը ցույց է տվել, Երևանում Ինչի որտեղ համոզում։ պարոն Բալյանը այդ հարցը դրեց, ասում է այնտեղ սիրուն
վարչակներ են անում այնտեղ 30 քանի Այսինքն թիվնա։ 37 թիվ այդ էլ անհասկանալի բաներ ես ասում էլի Կարեն ջան։ Այդ մեկը մյուսի հետ կապ չունի։ Ինձ թվում է։ Մի բան է դու ստեղծում ես իդեալական ինչ որ քաղաք, դրա մեջ մտնում է նաև այդ ոնց որ դու շենքերն ես վերացնում, որ այդ սարքես, սենց էլ հիմա այդ մարդկանց ես վերացնում, որ լավ հասարակություն ունենաս։ Երկուսն էլ սուտ են, էլի դրա համար եմ ասում։ Երկուսն էլ հնարած են, երկուսն էլ չգործող բաներ են, բայց տենց է գործվում, ինչ անեմ։ Այնտեղ շենքեր ես վերացնում, ստեղ է մարդկանց ես վերացնում։ Ես հենց դրա մասին եմ ասում։ Նույն թվին։ Եվ դու ստեղծում ես իդեալական իբրև թե իդեալական հասարակություն, որտեղ պետքա ազգի թշնամի չլինի, իրանց պատերացումով, էլի, հետո որ վերացնում է։ Ստեղ է պետք է այդպես տներ չլինեն։ Իրարից ոնց որ չտարբերվող բան լինի, էլի։ Այսինքն դա իդեալական քաղաքի ոնց որ ասած դրսևորումների ընթացքն հենց դա է որ այդ գնում ենք դեպի իդեալ գնում ենք դեպի բայց տոտալիտար առումով իդեալի Այդ մի փոքր բան էլ մեջբերում փոքր ես տարիներ առաջ Փարիզ եմ ընկել Պոմպիդուի կենտրոնում տեսա նախագիծ որը ինձ շատ հետաքրքրեց ուրեմն ինչքան հասկացա ինչքան խելքս կտրեց այդտեղ մենք երեխեքին որ սովորացնում են կոմպոզիցիա անել կամ նկարել մենք ասում ենք ընդհանուրից գնա մասնավորը կամպանովկայից անում տեղը դնում ես հետո պարզում ես չափերը ինչը որտեղ դեն ականջարաշ կքիթ հետո նոր նկարում ես այդտեղ մի ինստալացիա է որտեղ իմ կարծիքով կրոնական հայացքներն են կրոնն է այդպես վարվում ոչ թե ամբողջը գծում ես հետո մեջը դետալները, այլ դետալների կծման սկզբունքները, շարահյուսության, շարադոսության սկզբունքներ ես անում, ընդհանուրը ինչ ստացվեց։ Հիմա քաղաքի դեպքում ես դա այնքան էլ լավ չեմ պատկերացնում, ոնց կարելի է մշակել ինչ-որ օրենսդրություն, որ ոնց են զանգվածները իրար հետ կպնում, առանց ունենալու մակրո տեսիլ։ Հիմա այստեղ կարող է ասեն մակրոտեսիլը ծավալատարածական չի, ինքը զոնինգ է, ինքը օրենքների էլի ձևով է։ Ես չգիտեմ, գիտեք ինչի, իմ նախնական դիրքը այն է, որ մարդիկ շատ շուտ են հրաժարվում գեղագիտական բանանուց։ Ես անդադ այդ տեքստը կրկնում եմ ամեն Տուպոլևի, որ ասում է, եթե ինքնաթիռի էսքիզը գեղեցիկ է, ինքը կթռնի։ Այդ մարդը շատ լավ հասկանում է, որ գեղեցիկը դա զգայական բան չի, դա ավելի խոր օրինաչափության հարց է։ Հիմա այս որ օրենքներից են խոսում, ես անդադ բան էլի ոզնի նման եմ դառնում, որովհետև ճարտարապետները դառնում են իրավաբան, տնտեսագետ, էկոլոգ, ինչ ասես, եւ այդտեղ կոսմի շալնում ճարտարապետությունը։ Հիմա ես չեմ անում այդ ընդհանուր եւ մասնավորի հարցը ինչքանով կարելի է հղել օրենսդրական դաշտ։ Այսքան բան։ Իսակ, որ ասում ես, որ ընդհանուրից եւ դեպի մանրամասն, հա, ոնց որ նկարասով, հա, ընդունված սկզբունք, հա, սովետական կոնստրուկցիան էր քաղաքի, չէ՞, գլխավոր հատակագիծ, հետո այսպես կոչված PDP-ն, գիտի, պրոյեկտ դետալներ պլաներ, որ նախորդ որոշում էին, այստեղ երկար շենք պետք է լինի, այստեղ կարճ շենք, իմիջայլոց 60 թվականը, որ 66 թվին PDP հաստատվեց Երևանի, հիմա որ նայում ես, այդտեղ արդեն որոշված էին երկար շենք, կարճ շենք, բարձր, ցածր, այդ նախապես ոնց որ կուբիկներ է շարված, բայց շենքերը չկային դեռ, ոչ ոք չգիտեր այդ շենքը, որ կողմից պիտի մտնեն, ինչի շենք է, բնակելի է, թե դա ինչ-որ հասարակական շենք է, բայց այսինքն այդ ծավալները շարված էր, այսինքն այն ծայրահեղ աստիճանն էր, հա, այդ իդեալական մտածելակերպի, որը եւ ընդ որում իդեալական ոնց որ այսօր եկանք են եզրակացության տոտալիտար իդեալական, հա, այսինքն նախապես տոտալիտար ասած, նախապես որոշված ձևի, բայց որը չեղավ երբեք,
Ոչ մեկը դա հնարավոր չէր այդպես անել։ Այդպես նախագծեց գլխավոր պողոտան, այդպես հյուսային պողոտայի գլխավոր բան կա, չէ՞, այդ ամբողջ այդ լուծումը կա այդ ժամանակ արված։ Եւ շատ հետաքրքիր, որ շատ ուրախ եմ, որ այդ պրովոկացիաները տեղ հասան, ես լավ բաներ հիշեցիր, այդ Թարխանյանի նախագիծը իսկապես մոռացված է, որը չափազանց հետաքրքիր է, 150 մետր պիտի լինեին այդ շենքերը, քանի որ 150 ամյակներ։ Ափսոս, պետք է չասի։ Չէր կարաչասի։ 150 մետր երկու հատ, որ պիտի խորհրդանշեր, այո։ Թուրքիայից որ երևա, ինքը տես էլ ասում։ Խորհրդանշեի եւ այդ բլուրը այդքան մարդ իհարկե չէր ապրում ինչքան հիմա, բայց միևնույնն է շատ մարդ էր ապրում, բայց ինչ եք զարմանում, ոնց պիտի արվեր, հարցնում ես Լևոնին, հա, այդ մարդկանց այդ իրոք այդ գերակաշը այն ժամանակ աշխատում էր։ Օրինակ այն հատվածը պրոսպեկտից մինչև Կոնդ, գլխավոր պողոտայի անմիջապես մի հարվածով տենց այդ մաքրվել է այդ տները, այդտեղ մարդիկ էին ապրում ու մաքրվեց այդ Հաստո չեն ապրում։ Ինչքան լավ կլներ, որ մինչև հրապարակը տենց լներ։ մաքուր։ Հա, ես մի քիչ որ ասում եմ, բանս բողոք խփում է այդ կիրթ խոսակցությունից։ Ես ուզում եմ ասեմ, լավ է որ քաղաքում մեծ բուլվար կա, որ ինչ ավելի երկար էր, ոնց որ Թամանյանը ուզում էր, ավելի լավ կլներ։ Եվ իմ ծանոթները այնտեղ ապրում են, ես այնտեղ հյուր էի գնում, այնց անուշ հուշեր ունեմ, ռոմանտիկ, այնտեղ Բաքի տուալետի եւ այլն, բայց ջանդամը։ Չէ՞։ Այդ նույն ձերի կասկադի մասին են հիշում են կանաչ շրջեջրվեժներ վազում են բան։ Այնա հովերկությունը վերջը դա բարի Թամանյանը այդ այգիները հանելը միաբես բան այգի քաղաք է։ Ինչ եմ ուզում ասեմ, երկու ծայրահեղություն կա, էլի մեկ բռի կոպիտ այդ որ իմ կամքնա դրե անում եմ, կարամ ունեմ այդ լծակները անում եմ, մյուսն էլ ոյ կներեք այստեղ բանը քիչ դրա արանքը ինձ հետաքրքիր է այդ մտավորական դիրքը ոնց է պարզվում ես հասկանում որ դա պայքարով կարող է պարզվի քաղաքաշինությունը ոնց որ իտավերսիոն մեջանի որ գալատ արեց ասես դա բիզնես է Այս ինչ անուններ ես հիշում, միսակ մեկը մեկի հետևից։ Հա, ասես բիզնես է, չէ՞, որտեղ ինչ բիզնես։ Այդ վաղ ասում ես չինացիք ոնց են անում որ բիզնեսը ազատ է, բայց քաղաքականությունը շատ հստակ է։ Իմ կարծիքով քաղաքականությունն է բիզնեսի բոլորովին։ Հիմա այդ քաղաքականությունը ոնց է կանում որ մի կողմից այդ բռի բանը չլինի, եզությունը ասեմ, մյուս կողմից բանը չլինի, այդ սյուսյուկն է, էլի որ բուլվարը չանենք, որտեղ ինքը դե պետք է Բաքվում տուալետ գնա։ Եվ եզրակացությունը ինձ է տալի այնա 1000-ից մեկ կերպ մարդ եմ տեսել, ոնց խարսում։ Ինչ անես արտիստիզմը մեջնա, ու դու չես կարող։ Մարդը մենակ մի բան կարող եմ ասեմ, որ այդ Տուպոլևի ասածը շատ գեղեցիկ է, բայց այդ բոլոր իդեալական քաղաքները երկրաչափական գեղեցիկ են, բայց չգործեցին, էլի։ Երբեմն ասում ես ելնեք այդ գեղեցիկին, թեկուզ չի եղել։ Հասկանում եք, որ չի եղել, չի նշանակում որ ինքը սխալ է։ Ես դա էլ է ինձ համար, չէ, դա էլ է ինձ համար բան է։ Եթե կա, ուրեմն ճիշտ է։ Այդ տենց են անում ցինիզմը։ Երբ որ հյուսային պողոտան կառուցում են, իրանք շատ լավ գիտեն, որ վաղը գնահատման բանի մեջ կրիտերիան ինչա կոչվում է Չափանիշ։ Չափորոշիչների մտնելու է դրա ազդեցությունը։ Պետք չի որ մտնի։ Ես հիշում եմ, ասենք Պարթենոնը ինձ երիկա։ Հասկանաս բաներ կա կարող է չլինեն, հետո ինչ չի իրանք վատն են։ Անեն սիրուն աղջկա է սիրում չսիրեի։ Դե ստացվում է որ մնում է միայն մեր պատկերացման մեջ այդ իդեալը։ Դա որտե՞ղ դի։ Հա, այդ է, դուրս մենք ապրում ենք, սարքում ենք այդ իրար չբռնող, չգիտեմ ինչ բաներ, տենց է դուրս գալիս ասելու։
Ինչքան կարում ենք, այնքան բռնցնում ենք, էլի։ Դե հենց հարցն է, որ նենց անենք, որ բռնցվի, էլի։ Էդ էլ մեր դերը լինի։ Այ դա ոնց եք պատկերացնում, դա քաղաքական է։ Դե դրա համար երևի սենց հավաքվել են, որ պատկերացնեն, էլի չեն։ Դուք չէ պոտենցիալ եք տեսնում այդ քաղաքական իմաստով։ Իհարկե մենք իմ գլխավոր հույսը սենց հենց Ժողովուրդ մի հատ ասեք, որ ձեր վրա հույս չդնեն։ Եվ որտեղ դուք կարող ասեիք կրոնականն էլ, օրինակ ես սպասում եմ, այսօր էտելա չի ակտուալցիա։ Ասենք այն ջոզալ բաներ, որ գնում ենք Իտալիայում, Մանգալի, Ֆրանսիայում, բոլորը, ասենք Միքելանջելոն նամակներ ա գրում Աստծո հետ կապված դիքը, չէ՞, ասենց Աստված ռեալ դեր էր խաղում մարդկանց կյանքում։ Հետո որոշեցին, որ հերիք է, ու հիմա չգիտենք ոնց անենք, որ էնտրոպիայից չմեռնենք քաոսից, էլի։ Այս մեկ դուք ոնց եք ակնք նայեք եք։ չէ ոտո։ Հա, ես մեկ էլ եմ, Չէ, դժվար է։ մոտիկ է դրա համար։ Այդ պատճառը ոչ թե ճոդի բանը գաղափարախոսական բաներից ելնելու։ Ես լավ չեմ պատկերացնում ինչ կարող ենք անել։ Դուք հավատում եք, որ կրոնի այս շարժումները կարող է հետ բերի ինչ որ էթիկայի վերանայում, բան չես կրող։ Ես չեմ հավատում այս հարցին։ Չէ, հաստատ գիտեմ, որ չի բերելու եւ մեծ վտանգներ եմ տեսնում, ճիշտ ասած, այս ամեն ինչի մեջ։ Եվ վախենում եմ նաեւ մի բանից, որ որպես հետևանք ստեղծվի ինչ որ մի նոր բողոքական կրոն, որը այս սահմաններում մենակ պետք է լինի։ Քանի որ ամբողջ քաղաքականությունը այսօր գնում է ռեալ Հայաստանի, գնում է այս սահմանների մեջ, ուրեմն պետք է ամեն ինչ լինի այս սահմանների մեջ, Ղարաբաղը արդեն չկա, կրոնն էլ ուրեմն պետք է լինի այս սահմանի մեջ, իսկ այն ընդհանուր կրոնը, ես ոչ թե ասում եմ դա լավն է, թե վատն է, այլ նա գլոբալիստական է, իսկ այս մեր այսօրվա պատկերացումով պետք է լինի Պալեստինի սահմանի ներսում, այդտեղ տեղ եմ ես տեսնում այս վտանգը։ Իսկ այս խոսակցությունների մեջ շատ մեծ տեղ ունի էթիկական խնդիրը, չէ՞, խոցը։ Այդ դա ոնց եք պատկերացնում։ Ես օրինակ չեմ հավատում քաղաքական լուծումներին, չնայած հասկանում եմ, որ հարցը քաղաքական է, բայց էթիկայի ինչ մեխանիզմներ եք պատկերացնում կամ չեք պատկերացնում։ Չեմ պատկերացնում, որովհետև տեսնում եմ, որ այդ ասածս ձևն է գնում, գլխավորը կտրել Հայաստանը իր ընդհանուր գլոբալիստական մասից, որը ինձ համար դա մեծ ողբերգություն է եւ ապագա չունեցող բան։ Ենթադրում չհաջողվեց, եկեղեցին վերագտավ իրան, դուք ինչ որ հույս կդնեք, որ այդ մի բան կանի էթիկայի հետ կապված, թե չէ։ Էթիկայի հետ կապված արդեն արվում է շատ ինձ թվում է ոչ էթիկական բաներ։ Այդ այստեղ միայն կարելի է խնդրել, որ փնտրել մի ճանապարհ, որ վերադառնա էթիկական բաների ճանապարհ։ Հենակ այդ կարող եմ ասեմ, իսկ այդ վտանգը ռեալ տեսնում եմ ամեն օր, որ մենք դառնում ենք տենց գետոյական քաղաք, էլի, որը ստացվում է իդեալական պետություն, այդ այն բանը, որ պետք է փոքր լինի, չզարգանա, իր սահմաններում լինի, փաստորեն այն ինչ որ կառուցվում է, ստացվում է, որ այդ իդեալական քաղաքի, այսօր երկրի բանով, ստացել քաղաք երկիրը այդ Պլատոնից սկսած է տենց գնում, ուրեմն սա ինչ-որ մի իդեալական բանի մոդել է դուրս գալիս, որը ինձ համար շատ տխուր մոդել է։ Լավ, մի ֆրազով վերջացնում։ Կամպանելան նստելա։ Այնտեղ Իսպանիայի դեն բունտերանում ինքը ղեկավարը նստելա եւ այդ երկերը բաները գրելա, դա համար ենք խոսում, որտեղ Բերթում ավելի լավ չէր կարող ժամանակ անցկացնել։ Ինքը sense բաներով զբաղվում էր Բերթում։ Պլատոնը 3-4 անգամ չգիտեմ, ստրուկա վաճառել է։ Այդ մարդիկ ակտիվ քաղաքական գործունեություն են վարել։
իրանք ոնց ասեմ, իրանց տեքստերը հետարքիր են, որովհետև իրանք են հետարքիր, որովհետև իրանք հավատում էին իրան արածին։ Ես հիշում եմ Կասկադի մասին խոսակցից հետո մեր ընկերը ասեց, հա, ինչի հասակ որ։ Ես հիշեցի, որ Շիրվազանդեն բանը, տենց բանը ասել Անդրանիկին, Անդրանիկը սիլել է։ Որ գնացել է փրկեցիք է ժողովուրդը, որ նրա սիլել է։ Ոնց ասեմ, դա շատ մեծ վտանգ կա ցինիզմի։ Մեր հիմա sense խոսում ենք, թվում է թե անշարժ խոսում են, էլի, բռնարան խոսում են, չէ՞։ Բայց վաղը ես պետք է զահակնեմ, ինչ-որ բաներ անեմ դրանք։ Դա դու ասում։ Ուրախ եմ, որ Միսակ սկսեցիր մի այսպես ասած տոնայնությամբ, բայց հիմա միանգամայն փոխվեց այդ տոնայնությունը եւ սա իսկապես հուսադրող ինչ որ այնուամենայնիվ Օգնել եմ։ Կարող դուս եք գորոշին դուս եկավ, դա կմնաց իսկապես ինչ է ասում դա։ Սիլելու հույսով է սա։ Դե բայ իհարկե, որ ասում եմ որ բանը պիտի գլխավոր պողոտամ պիտի կառուցվի եւ այլն, բայց որ դու ասիր Լևոն գլոբալ բանից կտրվել են այդտեղ այդ Դրա չլսի կտրվել ենք, հələ ծրագիրը գնում է դիասպորան է գնում եւ եկեղեցին, որը էլի ամբողջ հայությունն է բանանում, այլ ոչ միայն այս սահմանների հայությունում։ Միշաս եթե շուտ դանք ավելի կոնկրետացնենք, հա, այդ հատակագծային, քաղաքաշինական, հիմա որ խոսեցիք այդ ձեր դիալոգը, նախ շատ գոհ եմ, որ կարողացել պրովոկացիան աշխատեց եւ երկուսը հրաշալի ուրեմն մտքեր հայտնեցիք։ Ոչ մի հրաշալի միտք չենք, դա կապը տխուր մտքեր եք։ Տխուրներ հրաշալի։ Տխուրներ ասես մի բաժակ մի ասում։ Բան խմի, որ ասեց Լևոնը, որ եկանքի դիալական են քաղաքի, որ փոքր լինի, հա, չզարգանա եւ այլն։ Այ հենց 32 թվին Մազմանյանը գրում է, երբ որ Երևանը այդ այնց կառուցում է, հա, 30 թվին օպերան հիմնում են Ժողտունը։ 32-ին նա արդեն գրում է, որ մենք պիտի այդ բանաձևը, որ ուզում է ընդամենը մայրաքաղաք կառուցի, իսկ մենք պիտի կառուցենք զարգացող քաղաք։ Այսինքն պատկերացնում էին ավելի լայն։ Դու այն ժամանակվա գաղափարախոսության մեջ կարելի է հասկանալ, որ նրանք այնքան սահմանապակ չէին այդ խորհրդային միության սահմաններով, թվում էր հեսա ամբողջ աշխարհը պիտի, չէ՞, այդ համաշխարհային այդ այսպես ցեղափոխության գաղափարները դեռ կային, ես չգիտեմ, թե Մազմանյանը ինչքանով էր տարված, տերևույթին չէ, ներսյան դպրոցն էր ավարտել, խոյեմ մտածող մարդ էր, գրագետ, զարգացած, նա նման ուրեմն այսպես այդ աստիճանի ձախ չպիտի որ լիներ։ Բավականին ձախ էր միջալուց այդ տարիներին, որովհետև ամեն ինչ նայում էր դասակարգային բանով։ Այդ կար դասակարգ։ Հաջորդ քայլը քո ասածն է։ Այդ կար, բայց պատկերացնում էր այնուամենայնիվ քաղաքը զարգացող, առաջ գնացող, ոչ թե փակ, ոչ թե պես հա, փոքր։ Եվ դա հիմա մենք եկել հասել ենք, հա, այդ միլիոնանոց քաղաքը եւ մեզ թվում է որ դա մյուս կողմից պիտի ասեմ այսպեսի մի բան Երևանը հնարավոր չի արդեն իհարկե այն անունները որ Միսակը տվեց ես դրանք ուղղակի չեմ աշխատում եմ չկրկնել այդ անունները բայց դրանց հերթականությամբ բերեց այդ մարդկանց գործունեությունը նրան ինչի մեջ մենք հիմա գտնվեցինք դրա համար հարցնում է ոդկով ես եկե թե մեքենայով ես եկե եւ ոնց է հնարավոր այնուամենայնիվ քաղաքը կարելի էր ինչ-որ պահ սահմանափակել, եթե իրոք սահմանափակել զարգացումը, էլի։ Հիմա մենք որ գնում ենք դեպի, այսպես ասած, այդ մի կողմից, տես ինչ հակասություն է, ասում ես, որ փակվում է, հա, ամբողջը ուզում ենք այսքանով լոկալիզացնենք, մյուս կողմից դա զարգացնում ենք, ասում ենք, որ մենք պիտի downtown ունենանք, SP ունենանք, empty ունենանք, չգիտեմ ինչ որ միջազգային առևտրի կենտրոն, թե չգիտեմ ինչի, բիզնեսի կենտրոն ունենանք, որ իրականությունից բավական հեռու բաներ են, էլի պատկերացումներից։ Ուրեմն ստացվում է, որ մենք բացահայտ գալիս ենք այն իդեալական, հա, այդ շրջանակի, որտեղ
երկիրը դառնում է քաղաք, արդեն 30 տարի վաղուց ավելի շուտ դա տեղի ունենում, որ Երևանը որ մեծանալով այնուամենայնիվ փոքրացնում է երկիրը, որտեղ հավաքում է իր մեջ, ոնց որ այդ իդեալական քաղաքի, ընդ որում Երևանը կլոր է, ուրեմն այդ սահմանագծի մեջ եւ ստացվում է, որ մենք ունենք իդեալական, ոչ իդեալական քաղաք, հա, տենց իդեալական քաղաքի սահման, որի մեջ բացարձակ որևէ իդեալական բան չկա։ Շատ լավ բան եք ասում, ես ուզում եմ երեխեքին իմանամ, հիմա կարող է առիթ չլինի ուրիշ։ Դուք ասում եք, որ Մազմանյանը, երբ որ այդ ծաղիկի ձևով Երևան անում էր, դրանք իրար կպած չէին, ինչ եմ ուզում ասեմ, մանումենտին որ նայում ես, Մայր Հայաստան չի կարող որտեղ դնի են շենքի վրա, ասենց գնա, էլի։ Իրանք այդ բլուրները ազատ էին, քաղաքը զարգանում էր, ոնց որ դուք եք ասում, բայց մի քիչ այն կողմ էր զարգանում։ Առանձին Վիզուալ ինքը կապած չէր։ Այսինքն ուզում եմ էլի որ այդ մասը։ Հա, դե տերևները, ծաղիկի տերևներն էլ կապած չեն իրար, չէ՞։ Այդ մետաֆորան, հա, կարևոր է։ Ոչ ոք չի ասում մի զարգացեք, ասում են զարգացեք, որ իրար վրա չկանգնեք, էլի։ Չէ՞։ Հիմա այդ կենտրոնը համաշխարհային առևտրի չեմ անում ինչա թե ես բիզնես կենտրոն, կարա մի քիչ ընկոմ լինի, չէ՞։ Ասենք օրինակ որ մի քիչ ընկոմ լինի դրա տերը Ավինյանը չի լինելու։ Չէ, կարող է տենց հարց կա, ես չգիտեմ էլի, ասենք որ մի քիչ ընկոմ լինի, մի քիչ քաղաքի մեջ չլինի, էլի։ Ուզում ասեմ դա տենց հարցեր չեն, այնքան ինձ թվում է այնքան պարզ բաներ են դրանք, էլի, որ ինչ ասես։ Բայց Լևոնին ավելի հստակ է թվում այդ ամեն ինչը, որ ընդհակառակ այնուամենայնիվ ոնց որ թե այդ իդեալական քաղաքի տենց պատրանքն է թե ինչն է, որ այդ սահմանում պետք է լինի, այդ բերումա դրան մի բան ասեմ, տենց շատ խորը ասացված կար, չինական եթե չեմ սխալվում, որ եթե ջրի ճանապարհը 4 կողմից փակում ես, նա բարձրանում է վերև, բայց դրա մեջ հենց հոգևոր բան էին տեսնում, բան մեզ մոտ ստացվեց դրա շատ տխուր վարիանտ է, էլի, դու չփակում ես, բարձրանում է բարձրահարկերով եւ այն որ ուզում բայց փակել են, որը մեկը փակել է։ Մտքում փակած է, ինձ թվում է, հա, բոլորը ուզում են լինեն հենց այդ սահմանում։ Բայց ուզում եմ ասեմ, այդքան հիշեցիք իդեալական քաղաքներ, բանես կոմ ֆինական քաղաքներ, որ sense արխիպելագի պես քաղաքներ են, չէ, իրար անտառների մեջ։ Ուզում ասեմ, ինչ կա դե բարդ, էլի տարած, ոնց ասեմ։ Հա թողնում են քաղաքներ փոչոր իրար կապած, թող կոչվի սաղ Երևան, ասենք, չէ՞։ Դե դա պարտեզ քաղաքի տարբերակն է, էլի պաստորը։ Տենց է։ Պարտեզ քաղաքը տենց է, Տենց է ձևի։ Նա առանձին, բայց չպետք է մեծանար։ Պետք է հավասար, իրար կողմ, շարվեին, հա, շարվեին, ու Ուզում ասեմ, փորձից լիքը կա աշխարհում, չէ՞, այս չի որ։ Այստեղ հարցը այն է։ լավ ապրելու փորձ կա աշխարհում։ Ոնց է որոշում, էս է հարցը։ Իդեալական քաղաքը, թե կատարյալ քաղաքը, թե ինչը։ Այդ որոշումների կայացման մեխանիզմների մասին է խոսքը, չէ՞։ Այդ որ դուք ասում եք մարդը ոնց ուզում ապրի, այդ ոչ թե խաոսի բերող բան, այլ մարդու մասնակցությունը Այդ process-ին ոչ թե որ ինքը ուստեղից ուզում անցնի, թող անցնի, այլ իմանա ումա ձայն տալի։ Հիմա այսպես է, չէ՞ փողոցում ես բռնում են։ Ինչ եք մտածում կասկադի մասին։ Մարդը չի մտածում դրա մասին։ Դե հիմա Կարենը մեզ բերեց, ասում է ինչ եք մտածում։ Նույն բանն մեզ է։ Չէ, նույնը չի։ Ստեղ ասում են քաղաքաստեղծ ինչ որ բան է։ Հիմա այս մարդիկ գնան ինչ մտածեն։ Ես ինչ բարադի մարդիկ ես բերել։ Ինձ թվում է չէ։ Մտածում են այս լավ մարդիկ են։ Լավ խոսեցին։ Հա, վերջացա։ Լավ խոսեցին։ Չէ, կարող շարունակի։ Չէ։
Բայց Գուցե Միսակի ինչ-որ ասելում շատ ճիշտ բան կա, որ Թամանյանը երբ որ մտածում էր այդ Պարտեզ քաղաքը, չի չանել, որովհետև հիմա մտածում են միայն այդ տենց ոնց որ Պարիսպապատ քաղաքի մասին, երբ պատկերացումը այդ է դուրս գալիս ոնց որ դե իդեալական մեր քաղաքը ոչ թե մեզ մոտ, այլ ով որ քաղաքը սարքում է, էլի եւ իրավունք ունի սարքել։ Այդ մի բանը մնացել է այդ իդեալական քաղաքի պատրանքներից էլի ոնց որ թե Բայց այդ պահին այդ պատրանքը այն պահին երբ որ մաքսիմալ գլոբալիզացված, հա, այսքան գլոբալիզացված մարդիկ չեն եղել, չէ՞, մինչև հիմա, որտեղ է ինտերնետը եւ այս ժամանակ տեղի է ունենում հակառակ, հա, լրիվ հակառակ շարժումը, որը տրամաբանական է, Ինձ թվում է լրիվ անտրամաբանական, իհարկե, այո։ Ներողություն, ինչ եք կարծում, որ հակառակ շարժումն է տեղի ունենում։ Ինվեստիցիաներ են, ասենք փող է գալիս։ Հիմա ես չգիտեմ լավ տեղից է գալի, թե վատ տեղից է գալի, թե վտանգավոր տեղից է գալի։ Փողեր են գալի, էլի գլոբալիզացիա, օրինակ այդ ասում կասկադը սարքելու փող չունենք, բայց այնտեղ մի հատ քաղաք են սարքում։ Այդ նշանակում փող է գալու, չէ՞։ Այդ նշանակում ինչ որ ծրագրեր կան, կամ գոնե դրա վրա սպեկուլյացիա։ Ինչ-որ մի բան, ես չեմ կարծում, որ սա հակառակ process-ն է։ Ուղղակի դու խելք չունես, քո գլխին են սարքում, խելք ունես, գլխի չես սարքի։ Չէ՞։ Խելքը այդ նշանակում ոչ թե ես մի քիչ բաներ խոսք ունեմ, որ ասում եք այդ անունները, որ դու տվեցիր իրանց պատճառով, ասեն, ես չեմ կարծում։ Ես այդտեղ վտանգ եմ տեսնում, որտեղ մարդիկ մտածում են, որ ինքը անշնորհք էր կամ կոռումպամիտ էր, չգիտեմ ինչ էր, ես լավն եմ, ես լավը կանեմ։ Հասարակությունն է սարքում։ Այդ անձերը ուղղակի ակտիվ շարժվող են։ Թամանյանն էլ, ասենք, եթե Բենուաների ընտանիք չընկներ, չդասավորվեր, այնտեղ ակադեմիական այդ բանը չանցներ եւ այլն, ինքն էլ տես մի հատ կանչելու։ Հա, տես չէ, կանչելու չէ, ինքն էլ ակտիվ էներգիա է։ Հիմա որ ստեղ ակտիվ էներգիաներից մենք դժգոհ ենք, որ իրանք վատ բաներ են արել, ով է մեղավոր։ Այդ կացսամ, որի մեջ ինքը չի եփվել։ Չէ, այդ միջավայրը, որ իրան չի սատկացրել, էլի, ոչ թե որ չանի, այլ որ ինքը ավելի լավ բան անի, էլի։ Այդ ինչ եմ ասում, որտեղ մեծ մասը այդ դեֆեկտների գալիս է, որ ինքը լավը չի դրա համար է տենց։ Ինքը անձը, ես լավն եմ։ Ես վստահ եմ, որ ես կարող եմ ավելի վատ բան անել, եթե այդ բանի մեջ մտնեի, էլի հանգարց։ Ճարտարապետին բնորոշ գիծ է։ Չգիտեմ, մասնագիտությանը բնորոշ գիծ է։ Ինչի Անելը մասնագիտության գիծ է, չէ։ Ճարտարապետը ինչի բանը պարտադրված է ինչ որ մի բան անի, չէ, ինչ չի որ պարտադրված չի։ դե մասնագիտություն պետք է գնա գործ անի, առավոտ պետք է գա նստի այդ ես հիմա օրինակով ասեմ, առաջ այնքան գալի Ֆրանսիայից ճարտարապետներ են եկել Լեոնի կողքերը, ասում ինչ եք անում, ասում քաղաքում ծառեր կան, պատղատու են։ Ես իմ ուսանողների հետ հավաքում եմ ընկած մրգերը, ու մենք ջեմ ենք սարքում։ Ուսում ասում ճարտարապետները չգիտեմ ինչի մտածում են, որ իրենք շենքեր պետք է սարքեն։ Դա ինչ փորձանք է։ Հետո զարմանում են ինչի է կանաչ չի, ես ինչ չի կամ իդեալական խոսակցություն է։ Հիմա մի հատ կոնկրետ բան պատմեմ դրա նման։ Ուրեմն Ջիմ Թորոսյանը քաղաքի գլխավոր ճարտարապետն է, Գրիգոր Ասացյանն էլ քաղաքապետն է։ Այն ժամանակվա քաղաքորդի նախագահան ասում է զանգում է, ասում է Ջիմ ինչ ես անում։ Դա իր առանց ասում է չգիտի ինչ պատասխանի, ասում է գործկոմ էր այն ժամանակ, այդ որոշումները հատակագի, այստեղ պետք է այս շենքը կառուցվի, այնտեղ դա թղթեր են կազմում, գծագրեր են անում, տանում են, հաստատում են, նույն մեխանիզմը հիմա էլ է երևի։ Ասում է ոնց ինչ եմ անում։ Որոշումներ ենք պատրաստում, ինչ որ բաներ եք տվել մեզ, առաջադրանքներ եք տվել։ Չէ, ասում է։ Դու գիտես գլխավոր ճարտարապետը ինչ պետք է անի։ Չէ, ասում է, ինչ պետք է անի, ասեք։
ասում եմ, դա պիտի իր սենյակի դուռը փակի, քայլի ու մտածի։ Հիմա ինչ է, ջեմ են պատրաստում։ Քայլի ու մտածի, քայլի ու մտածի։ Իսկ այնտեղ չեն մտածում, այնտեղ չեմ են պատրաստում, այնտեղ գործ են անում։ Հա։ Մոտա, բայց ամենադեպս չեն գցում։ Ես կարծում եմ, որ մեր համալսարանի հիմնական դեֆեկտներից մեկը այն է, որ իրանք մարդկանց փեշակ են տալի, որ նրանք սովետ չմեռնեն։ Ինչ թյուրիմացություն է, էլի դա։ Եթե ակադեմիական այդ տարիներին դու հարցեր չես տալի, մեծ հարցեր, գլխիցդ մեծ, ոչ հասկանաս, որ դա հարց կարելի է տալ։ Իզուր է էլի սովորելը։ Այդ փեշակը ձեռի հետ արանքումներով ինչ-որ միտակ սովորեն, էլի, այդ չի։ Բայց մեր մոտ ընդունված է, որ պետք է այդ անները արտադրանք տվող լինի, եւ հետո արտադրանք են տալու, հեսա ձախ ու աջ տալիս են արտադրանք։ Եվ տալիս են այն լեզվով, որի համար գնահատական են ստանում, առանցքները դրած է, օրինակ կտրվածքի տակ, եթե հանգած գրած չլինի կտրված, վայ ոնց կլինի, էլի։ Զուգարանները։ Հա, ուզում ասեմ, այդ ենք սովոր, ես մեջն եմ, ես մեղսակիցն եմ դրա, էլի, ես գիտեմ եմ։ Հիմա ճարտարապետը ինչ պիտի անի։ Դուռը փակի մտածի, այդ գծագրերը անի, թե ջեմը պատրաստի։ Այդ հարցին պետք է պատասխանի։ Պատասխանի։ Չէ, ճարտարապետը այդ հարցին պետք է պատասխանի ինքը ինչ անում։ Հա, ինքը ինչ անում։ Հիմա մենք ինչ անենք։ Երևի ամփոփենք։ Կարող է հարցեր ունեն։ Կան, ունեք հարցեր, ես մեր հարգարժան։ Այսինքն ճարտարապետ չլինի, էլի։ Ճարտարապետը ճարտարապետ չլինի։ Չէ, ոչ թե ճարտարապետ չլինի, այլ իմ հարցն ինչ է ճարտարապետ լինելը։ Ոչ թե ճարտարապետ չլինի, ոնց որ այդ հայտնի է ինչ է, հիմա էլ դա չլինի։ Այդ զիվիլը սարքել պետք չի, հա։ Եթե այդ է ճարտարապետը, ուրեմն պետք չի։ Ուրեմն լավ չեն սովորացնում ստացվում։ Չէ, ուղղակի Ներողություն, ֆակուլտետի դեկանն է այստեղ։ Ինչ կասեք։ շուտ ասեի։ Շնորհակալություն, նախ եւ առաջ շատ հետաքրքիր էր լսել եւ եւս մեկ անգամ շնորհակալություն գրադարանին, որ նորմալ է, որ ես հնարավորությունը դրեց բոլորիս, այնքան հարցեր կուտակվեցին, որ ես կփորձեմ Մեկը։ չէ, այն ինչ որ հիշում եմ, արդյոք, եթե վերադառնանք թեմային, արդյոք իդեալական քաղաքի մասին խոսելիս չի կարելի խորանալ հասկանալ միգուցե չափանիշների մասին ապետ խոսել, ոչ թե լուրջ չափանիշների, այլ ավելի վերացական, այսինքն ինչ տեսանկյունից իդեալական, երկրաչափական, ձևաստեղծման, հեշտ է վաճառվում, մարդիկ են ավելանում, կամ ուղղակի, չգիտեմ, սիրուն, ասինուչ եւ այլն, ինչ որ չափանիշ արժի բանանել, որ նոր հասկանալ ինքը, չգիտեմ, սիմետրիկա, իդեալական ինչ է։ Ու այդ, չէ, ճիշտ ասած վապրոս պատվոխում, օրինակ անձամբ թե բոլորս մեր ֆիլտրներով են, չի նայում ներողություն։ Ենթադրենք, ընդունում ենք, որ այս մեծ միկրոկոսմի մեջ մենք էլ մարդը մակրոկոսմի մեջ մարդը միկրոկոսմի ու այն հետաքրքիր ինչ է այստեղ կատարվում, որ գնա ձեռք նաև մարդիտով դնում է, այսինքն ստեղծագործական ֆիլտրի կամ չափանիշի տեսանկյունից համենայնը կլինի կամ նույն դեր դեպքում, հա, որը միշտ ինչ-որ մի բանից, ինչ-որ մի կայացած միջավայրի մյուս քայլն է, մյուս զարգացումն է, չէ՞։ Ինչ որ այդ ստեղծագործական առումով որ հա, արխիտեկտը, որպես չափանիշ, միգուցե այդպես կայանայ, իդեալական է, թե չէ։ Ու ոնց է հիմա զարգանում։ Այդ երևի տենց մի հատ ընդհանուր մի բանյատնի հարց, իսկ ինչ վերաբերվում է, օրինակ դուք ասում եք, պետք է սահմաններ հասկանալ քաղաքում մարդիկ են ապրում, հետաքրքիր է նայել այդ սահմանը փողոցներ է քաղաք, որտեղ մարդիկ են ապրում փոքր քաղաք, կամ տուններ է քաղաք, կամ մեծ մի հատ մեգապոլիսներ է քաղաք։
Եվ նաև նույնիսկ հետաքրքիր բան ասեց, որը ճիշտ ասացի, մեր երրորդ հարցը չեմ հիշում, բայց ուղղակի ուզում եմ ասենց կիսել, որ вообще հետաքրքիր է լսել։ Շնորհակալություն։ Քեզ ա վերաբերում։ Չէ, ստոմակես։ Չեմ իմանում այդ բանը։ Հարցեր թե մտքեր է։ Մտքեր է, ավելի շուտ մոտեցում է, Հա, մտքեր է։ քան թե Այդտեղ հարց, հա։ պետք է էլի սկսենք առաջի բանի։ Նորից պետք է սկսենք այդ դեպքում, բայց այդ շատ կարևոր բաներ ասեցիք։ Ամեն մեկը մի տենց երեկոյի խնդիր է հասկանում է։ Լավ։ Որովհետև Կարենի հարցը թե ով է ճարտարապետը, ինչ է ճարտարապետը, ինչ պետք է անի, չէ, կարևոր միսակնել այդ հարցերը տալիս է։ Ինքը չի ասում, որ պետք է ճարտարապետը գնա ու բան պտուղ հավաքի, բարձր այդ չի ասում, այդ չի, բայց երբ որ այդ պահը գալիս է, ինքը էդ էլ պետք է անի, էդ էլ պետք է հաշվի առնի, ես տենց հասկացել։ Զինովե Գերտը ասում էր, ես այդ վաղ աման եմ լվանում։ Այսինքն ինքը պետք է ճարտարապետ լինի, որ ճարտարապետ լինելով այդ բանը հավաքի, այլ ոչ թե հենց նենց գնա հավաքի։ Ճիշտ հասկացա՞ ես։ Ես որ դուք ասում եք, ես դրի համաձայն։ Այդ բանը, բայց դրա համար պետք է ինչ-որ մի բան իմանա, այդտեղ է գալիս, որ ուրեմն լավ չեն սովորացնում, հա։ Այդ մոմենտը կար, չէ՞, Իսակ։ Նա ինքը եկել է, առողջություն ես եկա դուք հիվանդ էիք ընդերչի։ Հա։ Ուրեմն լավ սովորացրեք։ Դից կարող եմ ասեմ, որ այդ բաներով չի։ Եթե ուզում եք ինչ-որ մի բան ասեմ, ինձ թվում է արդեն հոգնել եմ, բայց տեսեք, այդ սերունդը, որ ետ թամանյանական շլեյֆի տակ է, իրանք ուսումնասիրության տարիներին խոյակ էին նկարում, զարդ էին նկարում, դեղց էին նկարում, դրջուն էին նկարում։ Հետո պարզեց, որ երկրաբետոնի անցման մոդեռնիզացիայի ժամանակ իրանք շատ հաջող անցան բանը։ Իսկ այն մարդիկ, որոնք խելոք բաներ են անցնում, դեմոգրաֆիա, big data, չգիտեմ ինչ, որ շատ կարևոր է քաղաքային սարհատակասի պլանավորման, ես պլանավորում բառը չափազանցում եմ համարում, քաղաքային ակնկալության համար, որ ենթադրում ես, որ մի բան կլինի, քո ուզածի մոտերը, այդ մարդիկ, որոնք տենց խելոք բաներ են անցնում, չեն կարող ոչ բան նկարեն, ոչ էլ նախագծեն են ինչ-որ իրանց թվում է ճիշտ։ Ես էլի գրեհկացնում եմ իմ բանը, որ չէ որ գեղեցիկը կարևոր բան է։ Այդ գիրք է գրել Պարոն Բալյանը, չէ, կարդացել եք Ջին Թովեսյանի մասին, գեղեցկության ճարտարապետ։ Այդ հանակ մասխարություն չի, էլի, այդ շատ լուրջ է։ Եվ ես վստահ եմ, որ եթե դուք լավ եք այդ բաները անում, հետո ինչքան ուզում եք կոռումպացնել ձեզ, մեկը այդքան սարսափելի չի լինելու, էլի։ Ու հույս չունենաք, որ լավ կպրծնեք։ Այդ գեղեցիկի վրա մի բան ավելացնում, Ֆուլերը ասում էր, ես երբեք անելուց չեմ մտածում, որ գեղեցիկ լինի, բայց եթե վերջում գեղեցիկ չի, ուրեմն լավ չի ստացվել, ուրեմն սխալ եմ արել։ Գեղեցիկի բանով մի բան էլ ասեմ, ես տամ չէ։ Էլի ուսանողների հետ շփվելու փոխից մի քիչ մտավախություն ունեմ, որ այդ ասածը կարող է անկանվի, որ պետք է ի սկզբանե ոնց որ սիրուն բան մտածել, որը էլի փեշակի գծի վրա է անգնում ու վտանգավոր է այդ դրա համար։ Եթե փեշակ գոնե այդ։ Հա։ Եթե փեշակ գոնե ոչ թե առանցքները ճիշտ գրես, այլ գոնե այդ անդերը սիրուն են։ Իսկ ֆուլերը բախտավոր է, որ վերջը տեսնում է։ Հենք շատ հաճախ չենք կարող վերջին ասենք սիրուն է, թե չէ, որտեղ չենք իմանում ինչ եղավ։ Իսկ գեղեցիկի բանով մի բան էլ եթե կարելի ասեմ, հիմա պարզվել է, որ նախնադարան մարդը ապրում էր հենց այն տեղերում, որտեղից գեղեցիկ տեսքեր։ Հա, չնայած նույնատիպ բաներ կային, պայմաններ, ինքը ընտրում էր այդ գեղեցիկ տեղը։
Այսօր է շատ ասացել շատ կարևոր այդ բան։ Ես հասկանում եմ, որ մի քիչ հոգնեցին, բայց շնորհակալ եմ, շատ չի ուզում ոչ մի կերպ ընդհատեի, որտեղ այս աստիճանի հետաքրքիր ոնց ասեմ, զրուցակիցներ, հա, երկուսդ մանավանդ, որ միասին սկսեցիք զրուցել, շնորհակալություն։ Սկզբում պիտի խոստովանեմ, Լևոնն ասեց կգամ, բայց չեմ խոսի։ Այստեղ Դե չխոսեցի, բան չասեցի։ շնորհակալություն երկուսիդ էլ։